Տիկին Սահակյան, եթե չեմ սխալվում, վերջերս իրադարձվածներից Վիգեն Էլջեքչյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։ Այդ դեպքում գործընթացը ինչպես է տեղի ունեցել, այսինքն օրինակ ներում է շնորհվել, ինչ է տեղի ունեցել, եթե չկա նաև այստեղ Հայաստանում պատիժը, հա, ինչպես նշեցիք, շարունակաբար կրելու այդ հանգամանքը, եւ ինչպես է գործընթացը, հա, կազմակերպվում այս դեպքում, եւ արդյոք Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր հայրենադարձումը այս ձևաչափով հնարավոր համարում եք, եւ կխնդրեմ նաեւ հստակեցնեք Ռուբեն Վարդանյանի հետ կապված այդ սահմանափակումների մասին, որ նշեցիք, ինչ սահմանափակումներ են դրանք եւ ինչով են պայմանավորված։ Ուրեմն Վիգենի պարագայում եւս իրավական ձևականությունները պահպանված չեն եղել։ Մենք չունենք որևէ տեղեկատվություն, որ օրինակ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել 4 հայերին, այդ թվում Վիգենին, եւ քանի որ ներման արդյունքում նրանք այլևս անազատության մեջ պահվող անձինք չէին, նրանք վերադարձել են հայրենի կամ նրանց հանձնել են Հայաստանի Հանրապետությանը կամ քաղաքացիության երկրին։ Մենք ունենք ընդհանրապես ձեռք բերված պայմանավորվածություններ, որոնք հայտնի են դարձել վերջին պահին, եւ այդ պայմանավորվածությունների կյանքի կոչումը եղել է արտաիրավական ճանապարհով։ Այդ պայմանավորվածությունը իրացնելու համար երկու պետությունները ժամանակ եւ էներգիա չեն ցանկացել ծախսել իրավական ձևականությունները պահպանելու նպատակով։ Եվ սա կարծում եմ իրական է ինչպես հայերի վերադարձի պարագայում, այնպես էլ վարձկանների Սիրիայի իշխանություններին հանձնելու պարագայում։ Հիմա հիմա անդրադառնամ արդեն ձեր երկրորդ հարցին, Ռուբեն Վարդանյանի արտաքին աշխարհի հետ կապն է ավելի սահմանափակվել, այսինքն մեծացել է իզոլացիան, քանի որ ընտանիքի հետ զանգերի թվաքանակը նվազել է, այսինքն օրինակ 4 զանգի փոխարեն 2 զանգի հնարավորություն է տրվել նույն ժամանակահատվածում։ Իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հնարավոր նրանց վերադարձի պարագայում ես եւս իրական համարում եմ, որ առանց ձևականությունների հնարավոր է վերադարձ ապահովել, եւ մենք ունեցել ենք նաեւ տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ ամբաստանյալը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս, ուստի պետք է կարճել այդ վարույթը, այսինքն սեփական կամքով գործողություններով իշխանությունը ամբաստանյալին տվել է մեկ այլ երկրի եւ հետո այդ հիմքով արդարացրել է, թե ինչու դատական process-ը իր բնականոն ճանապարհով չպետք է եզրափակվի։ Քաղաքական պայմանավորվածությունը դոմինանտություն է ձեռք բերել իրավական լուծմանը։ Մենք պետք է արձանագրենք, որ այս փուլում ունենք նման տենդենսներ։